Ուզում ենք հարցնել այս բանի ինչպիսի իրավիճակ է Իրանում, արդյոք նոր հարվածներ սպասում են, որտեղ տեղեկություններ եղան, որ կարծես թե հրադադար է լինելու, բայց այդպես չեղավ։ میپرسن که وضعیت الان در ایران چه شکلیه مثل اینکه صبح اعلام شد که به یک شرایط آتش بس رسیدیم ولی بعد از اون هم در مورد حملات بعدی صحبت شده بود الان وضعیت چه شکلیه یا انتظار حمله جدید هست بسم الله الرحمن الرحیم همونجور که اطلاع دارید یک جنگی ناخواسته بر مردم ما تحمیل شد ինչպես արդեն տեղյակ եք մի պատերազմ որ Իրանը չէր ցանկանում պարտադրվեց Իրանին و این جنگ به مدت 12 روز طول کشید 12 օր տևեց այդ պատերազմը مردم ما و قوای ارتش ما و بقیه دستگاه‌های به اصطلاح مرتبط دفاع جانانه‌ای کردند մեր ժողովուրդը մեր զինված ուժերին եւ մնացած բոլոր կառույցներին շուրջամախմված արժանի պաշտպանություն իրականացրեցին نهایتاً دشمن مجبور به پذیرش آتش‌بس شد ի վերջո թշնամին ստիպված եղավ ընդունել հրադադարը و از امروز صبح هم تا اونجایی که ما اطلاع داریم آتش‌بسی برقرار شده که کماکان ادامه داره եւ ըստ մեր տվյալների այսօր առավոտվանից հրադադար է հաստատվել որը որ ընդհանուր առմամբ պահպանվում է این آتش‌بس بدون تردید تا زمانی که دشمن ما به اون پایبند باشه ما هم پایبند خواهیم موند մենք հավատարիմ կմնանք այս հրադադարին այնքան ինչքան որ մեր թշնամին հավատարիմ կմնա դրան ولی اگر خطای دیگری مرتکب بشه حتما این بار پاسخ ما دردناکتر خواهد بود Սակայն եթե որևէ հերթական սխալ քայլ իրականացվի Իրանի դեմ, ապա վստահ եմ, որ կարող եմ ասել, որ մեր պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի։ Շնորհակալ եմ։ Հնարավոր է, որ այս ամենից Իրանը դուրս գա թուլացած իրավիճակով։ میپرسن که آیا امکانش وجود داره که بعد از این جنگ وضعیت ایران یعنی ایران ضعیف‌تر بشه شرایط ایران خیر ایران وضعیتی هست که الان انسجام اجتماعی در جامعه ما به مراتب از قبل بالاتر هست ոչ հնարավոր չէ առհասարակ կարող եմ ասել, որ այսօր Իրանում համերաշխությունը եւ միասնականությունը նախկինից ավելի բարձր է آمادگی ما برای دفاع از کشورمون و از میهنمون به مراتب از قبل بیشتر هست եւ մեր պատրաստակամությունը պաշտպանել մեր հայրենիքը եւս նախկինից ավելի բարձր է هیچ ضعفی در بین نه در جامعه ما و نه در بین دستگاه‌های نظامی ما هیچ کدوم اینها هیچ ضعفی وجود نداره եւ ոչ մի թուլություն եւ կարող եմ ասել ոչ մի թույլ կետ թե մեր ժողովրդի մեջ թե մեր պետական համակարգում գոյություն اگر ضعفی بود به طور قطع اونها ادامه میدادن ولی این نشون میداد قدرت ما رو که اونها وادار شدن به اینکه بیان و درخواست آتش بس بکنن Եթե որևէ նման մի թուլություն լիներ, ապա վստահաբար նրանք շարունակեին այս գործողությունները եւ կարող եմ ասել, որ հենց մեր ուժն է ստիպել նրանց գալ այդ եզրակացության, որ պետք է հրադադար հաստատել։ Իսկ ինչ հետևություններ արեց Իրանը այս պատերազմից։ در نتیجه این جنگ ایران به چه نتیجه گیری رسید یعنی نتیجه گیری ایران بعد از این جنگ چیه به چه نتیجه رسیدیم ببین اون چی که اونها میخواستن به هیچ یک از یعنی اهدافشون به نظر ما محقق نشد մեր կարծիքով այն ինչ նրանք ցանկանում էին այսինքն նրանց նպատակները չիրականացան اونها موجودیت کشور ما رو میخواستن به مخاطره بندازن նրանք ցանկանում էին սպառալ եւ վտանգի ենթարկել մեր երկրի գոյությունը و در چنین هدفی اینها شکست خوردن եւ այս նպատակները չիրականացան Շնորհակալություն Շնորհակալություն շատ Կներկայանաք Հա, եկեք այստեղ կանգնեմ, որ Երևան չէ։ Էլեոնորա Մանանդյան, այստեղ զուտ որպես հայ եւ վերջի շրջանում ենք փորձում ենք մի շարք ակցիաներ անել, որպեսզի ի վերջո վերջ տանք այս հանցավոր լռությանը, թե Հայաստանի ներսում, թե ամբողջ աշխարհում։ Եվ մեզ համար, քանի որ վերջին շրջանում մենք անընդհատ ահազանգում ենք, որ չարիք աշխարհում շատ է, մեզ համար այս ակցիան ոչ միայն զորակցությունն է մեր բարեկամ Իրանին, որը դարավոր բարեկամներ Հայաստանի եւ հիմա որոշակի ձևով մեր անվտանգության գրավական է նաեւ, բայց մեր նպատակն է նաեւ ինչ-որ ձևով լսելի դարձնել վերջապես
հայ հասարակությանը, որ Իրանի այս տխուր օրինակը ցույց է տալիս, որ չարիքը քնած չէ, եւ որ ցանկացած պահին Հայաստանը եւս կարող է կրկնակի, եռակի հարձակման ենթարկվել, ինչպես պարբերաբար ենթարկվում է, եւ աշխարհը կշարունակի պահպանել իր հանցավոր լռությունը կամ կեղծապաշտությամբ ինչ որ կոչեր անել եւ ոչ մի ձևով չի պաշտպանի մեզ եւ միակ օրինակը եւ միակ դասը, որ մենք պիտի այս ամենից քաղենք, մենք Հայաստանի Հանրապետությունը, որ մենք պետք է բավականաչափ զինված լինենք եւ պատրաստ լինենք մարտի, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր հայրենիքը։ Ու նաև մենք նորից եւ նորից, քանի որ անխուսափելի է 5 տարի շարունակ ինչ կարգախոսել ասում ենք, մենք վերջում ասում ենք, ցավոք սրտի մենք պետք է պնդենք, որ Հայաստանի անվտանգության գրավականը նաև Նիկոլի վերջնական դատն է եւ բացակայությունը Հայաստան։ Պրովոկացիոն հայտարարությունը դուք եք անում։ Ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք։ Դուք ժողովրդի անունից իրավունք չունեք խոսելու։ Մենք ենք հայ ազգը, ոչ, ժողովրդի անունից խոսացեք դուք, ես խոսում եմ հայ ազգի անունից, իսկ ժողովրդի անունից խոսացեք դուք։ Վարչապետի դեմ ելույթ ունենալու իրավունք չունեք։ Ես խոսում եմ հայ ազգի անունից, իսկ դուք ես շատ ցավում եմ, ես շատ ցավում եմ ձեզ համար, շատ ցավում եմ ձեզ համար, գնացեք ձեր գործով։ Հիմա դուք բացի Ադրբեջանից եւս մի ընկեր ունեք Իսրայել, գնացեք Իսրայել։ Շարունակենք։ Ինչպես է գնահատում այս օրերին ՀՀ իշխանության վարող քաղաքականությունը։ Սարսափելի, որովհետև ՀՀ իշխանությունը շարունակում է ամբողջությամբ լռել, երբ որ Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է Սյունիքում եւ բոլորս գիտենք, որ Սյունիքում շարունակաբար ռմբակոծում են մեր խաղաղ բնակչությանը։ Ես տեսնում եմ, որ այն սարսափելի իրավիճակը, որը տեղի ունենում Պարսկաստանում, Իրանում եւ եւս լռության է արժանացնում մեր իշխանությունները, թեկուզ ինչ որ հայտարարություններ անում են, բայց շատ թույլ, ու այդ ամբողջը գլորում է Հայաստանը դեպի անդունդ, ու մենք փաստացի պաշտպանված չենք։ Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը չի կանգնելու մեր կողքին։ Աշխարհը այսօր գնահատում է միայն ուժեղներին, եւ մենք շատ երջանիկ ենք, որ Իրանը կարողացավ ուժ գտավ, ինչ որ ձևով գոնե պատասխան տալ աշխարհի այս սարսափելի ագրեսիային։ Իսկ որոնք են հնարավոր ռիսկերը այս ամենի Հայաստանի անվտանգության հետ կապված։ Ցավոք սրտի մեր ռիսկերը այս ամենից հետո չեն սկսվում, մեր ռիսկերը արդեն շատ վաղուց են, իսկ սրանից հետո շատ ավելի շատ են, որովհետև եթե հանկարծ թուլանա Իրանը, իսկ մենք իհարկե հույս ունենք, որ չի թուլանա, բայց հանկարծ եթե թուլանա, ապա Սյունիքը ընդհանրապես չեն պաշտպանի, որովհետև Նիկոլը չէ եւ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը չէ, որ պաշտպանում են Սյունիքը, ցավոք սրտի այսօր պաշտպանում է ինչ որ ձևով հայ ազգը եւ Իրանը։ Այսինքն այս ամենից հետո կարող է Ադրբեջանը ավելի օգտվել առիթից ու հարձակում գործել։ Միանշանակ, թեկուզ մենք ամբողջ օրը աղոթում ենք, որպեսզի նման բան չի լինի, բայց այո։ Ցավոք սրտի մենք պիտի ընդունենք, որ մենք շատ ահարկու իրավիճակում ենք։ Եվս մի հոգի, հա։ Ներկայանակ։ Ֆրոնս Հարությունյան։ Փաշինյանը շարունակում է թիրախավորել հայ եկեղեցին, ինչ կասեք այս մասին։ Ճիշտն ասած մենք այսօր հավաքվել ենք Իրանի զորակցություն հայտնելու համար, ինչ վերաբերում է մեր կառավարության վարքագծին, արդեն խոսվեց այլ հարցեր։ Կա ռիսկ, որ այս պատերազմի հետևանքով փախստականները կգան դեպի Հայաստան, արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել փախստականներին։ Հենց այս ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ կառավարությունը անգործություն է մատնված, քանի որ Հայաստանի դարպասների մոտ շատ մեծ վտանգ է հիմա կուտակված եւ այո, ոչ միայն փախստականներ, այլ նաեւ փախստականների հետ կա հնարավոր պրո-ադրբեջանական էլեմենտների ներթափանցումը մեծ ռիսկ է, քանի որ դա ոչ մի ձև չի հիմա փարատվում իշխանությունների կողմից։ Կարելի է ասել, որ պետությունը կրկին կարելի է նշել, որ պետությունը անգործության է մատնված, պատկան մարմինները։ Եթե չեմ սխալվում, անվտանգության խորհրդի նիստ չի գումարվել, օրինակ պատերազմի հետ կապված Հայաստանում չի գումարվել։
Իսկ ինչպես պետք է վերահսկել այդ գործընթացը, որ ադրբեջանցիների հոսքը դեպի Հայաստան չլինի։ Ճիշտն ասած, ես անվտանգության փորձագետ չեմ, թե ինչպես, բայց մենք ունենք իշխանություն, մենք ունենք փորձագետներ, մենք ունենք պատկան մարմիններ, մենք ունենք անվտանգության ծառայություններ, որոնց պարտքն է, նպատակն է իրենց կառույցների ընդհանրապես, որպեսզի այդ ռիսկերին պատասխանեն։ Եթե մենք չենք կարողանում այդ ռիսկերին պատասխանել, ապա ինչու մենք ունենք ԱԱԾ, ինչու մենք ունենք այլ իրավական պետական պաշտպանական կառույցներ։ Իսկ ինչ վտանգ դա իրենից կարող է հետևանք ունենալ եւ արդյոք սա կատարվում է նրա համար, որպեսզի Ալիևի հայտարարությունն է, որ 300,000 ադրբեջանցիներով պետք է բնակեցնի Հայաստանը, միգուցե այս պահանջը լրացնելու համար է այդ ամենը։ Միջոց է։ Գիտեք ոնց, եթե Հայաստանը ներքուստ ուժեղ չէ, եթե Հայաստանը չունի ազգամետ պետություն եւ իշխանություն, այո, ամեն մի արտաքին վտանգ մեր թշնամին կարող է օգտագործել ի վնաս մեզ եւ խարխլել մեր պետության հիմքերը։ Դուք ասացիք առաքելական եկեղեցու դեմ արշավը նույնպես ունի ադրբեջանական թուրքական էլեմենտներ, որովհետեւ առաքելական եկեղեցին միակ ներկայումս մնացած կառույցներից է, որ պահում է ազգապահպան դեր է կատարում եւ պարզ է, որ դա խաղում է հենց մեր թշնամու կողմից այդ հարցի շահարկումը, այդ հարցակումը կառույցի դեմ։ Այսինքն, եթե դու ներսում հզոր չես, ցանկացած բացասական տարր, որ Հայաստանի դարպասներից դուրս կատարվում է, դա կարող է օգտագործվել ի շահ թշնամիների։ Լինի դա փախստականների գալը, լինի դա սահմանների շուրջ թեժ իրադրությունների ստեղծումը, պրոիսլամիստական էլեմենտներ եւ այլն եւ այլն։ Ինչ խոսք կուղեք Իրանի Հանրապետության ժողովրդին, ովքեր գտնվել են պատերազմի հետևանքով այս ծանր իրավիճակում։ Ես շատ ցավում եմ բոլորի համար, բայց ցավոք սրտի պատերազմները արդեն անխուսափելի են եւ ամբողջ աշխարհը խոսում է, որ ամբողջ աշխարհում արդեն տենդենց կա շարունակելու պատերազմները եւ ցավոք սրտի մենք իրոք միգուցե կանգնած ենք երրորդ համաշխարհային պատերազմի առաջ, բայց ամենակարևորը մշտապես այդ բարությունը պահել սրտերում, անկախ փորձությունների, նույնը վերաբերում է հայ ժողովրդին, հայ ազգին, ոնց որ մենք վերջերս ավելի շատ ազգ բառ ունենք օգտագործում, քան ժողովուրդ բառը, եւ նույնը վերաբերում է մեր բարեկամ Իրանի ժողովրդին, որ պետք է ամուր մնալ եւ հավատարիմ մնալ արժեքներին, որոնց որ դավանում ես, անկախ դրանից, թե ինչ չարիքներ մեզ վտանգում են եւ ինչ փոթորիկներ են մեր շուրջը։